Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հարավային Կովկասում իրադարձությունները շատ արագ են զարգանում եւ տարածաշրջանային տերությունները արդեն սկսել են դիրքավորվել։ Արդեն երևում է Մոսկվա-Թեհրան առանցքը, ում հիմնական խնդիրն է թույլ չտալ Հարավային Կովկասում իրադարձությունների ոչ ցանկալի հունով ընթանալը։ Մոսկվայում էր գտնվում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին, ով հանդիպեց Ռուսաստանի իր գործընկերոջ հետ եւ մի շարք կարևոր պայմանագրեր եւ համաձայնագրեր ստորագրվեցին։ Հիմնական խնդիրը ըստ էության կոմունիկացիաների հարցն է։ Կարևորվեց հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը, ինչպես նաեւ խոսվեց այն մասին, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի օտար պետությունները չմիջամտեն Կովկասի ներքին գործերին։ Եթե հիշում եք, մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք նշել էինք, որ միաժամանակ եւ Մոսկվան եւ Թեհրանը անհանգստություն էին հայտնել TRIP-ի հետ կապված։ Թեհրանը նշում էր, որ իրենց համար անթույլատրելի է օտարերկրյա պետությունների մասնակցությունը եւ ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ զորքերի, իսկ Մոսկվան իր երթին նշել էր, որ TRIP-ը առանց իրենց հնարավոր չի իրականացնել։ Եվ դրանից մի քանի օր հետո արդեն Մոսկվայում այդ մասին պաշտոնապես են հայտարարում։ Դե ինչ, իրավիճակը զարգանում է եւ զարգանում է բավականին արագ։ TRIP-ը չի կարող լինել առանց տարածաշրջանային պետությունների համաձայնության եւ առանց նրանց մասնակցության։ Թե մասնակցությունը ինչպես կլինի, դա կերևա առաջիկայում, բայց այն, որ տարածաշրջանի պետությունները չեն կարող դուրս մնալ այս ծրագրից կամ առանց նրանց իմացության եւ ցանկության այս ծրագիրը չի կարող իրականացվել, դա եւս ակնհայտ է։ Ինչքան էլ Հայաստանը հայտարարի, թե օրինակ Ռուսաստանի մասնակցությունը TRIP-ին կախված է լինելու Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ միայն Հայաստանից չէ, որ կախված է, թե որ պետությունները կմասնակցեն TRIP-ին։ Այդ դեպքում Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից պետք է նաեւ կախված լինի, թե Թուրքիան կմասնակցի այդ նախագծին, թե ոչ։ Կարող է Հայաստանը դեմ լինել թուրքական կողմի այդ նախագծին մասնակցությանը։ Կարծում ենք այդքան էլ իրատեսական չէ, քանզի կա Ադրբեջան, ով անընդհատ պնդելու է, որ եթե օրինակ Թուրքիան չի մասնակցում, ապա այդ պայմանագիրը առ-ոչինչ է համարվում եւ Ադրբեջանը դուրս է գալիս այդ պայմանագրից։ Հարցեր կան, որոնց վրա տարածաշրջանի փոքր պետությունները ըստ էության մեծ ցանկության դեպքում էլ լուրջ ազդեցություն ունենալ չեն կարող։ Իսկ TRIP-ը շարունակում է մնալ տարածաշրջանային տերությունների ուշադրության կենտրոնում եւ Մոսկվան եւ Թեհրանը հերթական անգամ արդեն պայմանագրային հիմքով ամրագրեցին իրենց հետաքրքրությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային երթուղիների ապաշրջապակման հետ կապված եւ հստակ մատնանշեցին, որ առանց իրենց Հարավային Կովկասում այդ ճանապարհը չի կարող ուղղակի գործարկվել։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այս ուղղությամբ ինչպես է զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինան է։ Ուկրաինա-Եվրոպական միություն հարաբերությունները։ Նախորդին ավարտվեց ԵՄԳ-գաթաժողովը, որը վերջնականապես որոշում կայացրեց, որ ռուսական ակտիվները չեն առգրավվելու։ Նրա փոխարեն շուրջ 90 միլիարդ եվրո վարկ է հատկացվելու Ուկրաինային, ես ցանկանում եմ սա հստակ շեշտել, վարկ, այլ ոչ թե օգնություն, ռազմական գործողություններն ըստ էության շարունակելու համար։ Իսկ հետո Ուկրաինան դա կսկսի վճարել այն ժամանակ, երբ Ռուսաստանը փոխհատուցում կտրամադրի Ուկրաինային։ Սա արդեն վիճելի հարց է։ Ակնհայտ է եւ Մոսկվայի դիրքորոշումից էլ է դա երևում, որ որևէ փոխհատուցում Մոսկվան չի պատրաստվում ներկայացնել եւ ուղարկել Ուկրաինա, այլ ընդհակառակը ամեն ինչ անելու իր սառեցված ակտիվները հետ ստանալու համար։ Եվրոպական միության ներսում չկա վերջնական որոշում ինչ անել ակտիվների հետ, բայց մի բան պարզ դարձավ երեկոյան, որ եվրոպացիների միջև լուրջ տարաձայնությունը հենց ակտիվների շուրջ էր։ Ամեն դեպքում եվրոպական երկրների մեծամասնությունը եկավ այն համոզման, որ այս պահին ակտիվներին ձեռք տալ պետք չէ, քանզի Մոսկվան եւս իր ձեռքի տակ ունի շուրջ 60 միլիարդ եվրո արժողությամբ եվրոպական ակտիվներ, որոնք իր հերթին կարող է առգրավել։ Իսկ դա առանձին պետությունների ներդրումներ են եւ առանձին պետությունների բանկեր, ինչպես օրինակ Raiffeisen բանկը ավստրիական, որի միայն տարեկան շահույթը Ռուսաստանում 2025 թվականին կազմել է շուրջ 3 միլիարդ եվրո։ Եվ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ բոլորը նույն թելով են կապված եւ հետեւաբար բավականին դժվար է լինելու որոշում կայացնել կամ միակողմանի որոշում կայացնել։ Միացյալ Նահանգները չնայած Թրամփի հայտարարություններին 2026 թվականի ռազմական բյուջեն է ընդունում եւ $800 միլիոն հատկացվելու է Ուկրաինային, հատկացվելու է որպես ռազմական օգնություն եւ այլ ծախսերի համար։
նշանակում է, որ Թրամփը չնայած իր հավաստիացումներին, թե ինքը ամեն ինչ անելու է պատերազմը կանգնեցնելու համար, վստահ ենք, որ 2026 թվականին ռազմական գործողությունները ավելի թափով են շարունակվելու։ Ռուսական հարձակումները դրա մասին են վկայում։ Առաջին անգամ Ռուսաստանը սկսել է հարվածել այն կամուրջներին, որոնք կապում են Օդեսայի մարզը Ռումինիային։ Այդ տեղով է հիմնական օգնությունը գալիս կամ օգնության մի մասը առնվազն։ Դա նշանակում է, որ ռազմական գործողությունների տրամաբանությունն է փոխվելու եւ Ուկրաինան գնալով ավելի է ընկղվում վարկային փոսի մեջ։ Ինչպես է կարողանալու նա դուրս գալ այդ փոսից, դա այլ հարց է, բայց մի բան ակնհայտ է։ Եվրոպական միությունը տրամադրված չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել, առավել եւս տրամադրված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ավելին, նրանք ամեն ինչ անում են ըստ էության ռազմական գործողությունները շարունակելու համար։ Իսկ թե ինչու այդ մասին շատ ենք խոսել։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանում այս ուղղությամբ եւս։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Վենեսուելան է։ Միացյալ Նահանգների նախագահը արդեն բացահայտված նշում է, որ եթե Վենեսուելան ցանկանում է, որ պատերազմ չլինի, ապա ինքը պետք է վերադարձնի նավթահանքերը, հողերը եւ բոլոր ակտիվները։ Այսինքն բոլորը մոռացան արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին, որի մասին այդքան շատ էր խոսում Թրամփը։ Բոլորն էլ հասկանում են, որ հիմնական խնդիրը նավթն է։ Խոսքը գնում է 2007 թվականին դեռևս Ուգո Չավեսի ժամանակ ազգայնացված Վենեսուելայի նավթային ընկերության մասին, որի ընթացքում ամերիկյան մի շարք նավթային ընկերություններ զրկվեցին իրենց արտոնագրերից եւ այլևս չկարողացան նավթի վերամշակում եւ արդյունահանում իրականացնել Վենեսուելայում։ Հիմա Թրամփը այդ ամենը հետ է ուզում։ Սրան զուգահեռ եւ Ռուսաստանը եւ Չինաստանը եւ նաեւ Իրանը ամրապնդում են իրենց հարաբերությունները Վենեսուելայի հետ, մասնավորապես Մոսկվան հայտարարություն է տարածել առայն, որ իրենք կանգնած են Վենեսուելայի կողքին եւ ամբողջությամբ ընդունում են այն կուրսը, որը առաջ է տանում Բոլիվարյան հանրապետությունը։ Իսկ Վենեսուելան իր երթին սպառնում է դադարեցնել նավթի արդյունահանումը, քանի որ նավթը պահելու տեղ ուղղակի չկա։ Սա անկասկած ազդելու է նավթի գների վրա շեշտակի աճ գրանցելով, իսկ դրանից օգտվելու են միայն Ռուսաստանը եւ Իրանը եւ Միացյալ Նահանգները այստեղ եւս հայտնվելու է ըստ էության պարտվողի կարգավիճակում։ Ինչևէ, ինչպես կզարգանան իրադարձությունները մենք կտեսնենք առաջիկայում, այսօր այսքանն էր, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։